Ողջույն, արի միասին ցանենք Սուրբ Զատիկի ցորենը։ Ցորենի ծլեցումը Սուրբ Զատիկի տոնին ժողովրդական ավանդույթներից մեկն է։ Այն ոչ միայն գեղեցիկ ձևավորում է Սուրբ Զատիկի սեղանի համար, այլև գարնանային աննկարագրելի շունչ ու տրամադրություն է հաղորդում։ Զատիկի համար ներկված ձվերը դրվում են ծլեցրած ցորենի մեջ, քանի որ այն խորհրդանշում է մեռնող ու հառնող կյանքը, այսինքն ցորենը ցանվում է, ցորենը մեռնում է, հետո ծլում ու միջից դուրս է գալիս կանաչը, խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը, հարությունը։ Ցորենը հնարավոր է ծլեցնել ցանկացած տարայի մեջ, մետաղ է, ստվարաթղթե և պլաստիկ է, իսկ հում որպես հանդիսանում է բամբակը, հողը կամ թանզիֆը։ Սեղանի յուրահատուկ ձևավորման համար երբեմն ցորենը փոխարինվում է կամ համադրվում է այլ հացահատիկների հետ։ Իրենց գեղեցիկ ու հետաքրքիր ծիլերով սեղանին առավել հետաքրքիր տեսք են հաղորդում նաև ոսպի, լոբու և ոլոռի ծիլերը։ Ինչ է հարկավոր մեզ դրա համար։ Մեզ հարկավոր է առաջին հերթին բամբակ, ջուր, տարաներ, որի մեջ որ պետք է ցանենք, եւ իհարկե այն սերմերը, որ ցանում ենք։ Հիմնականում ցանում ենք ցորեն, բայց գեղեցկության համար ցանում ենք նաեւ այլ տեսակի կանաչեղեն, որպեսզի գեղեցիկ ծիլեր, գեղեցիկ կանաչը ապահովենք Զատիկի սեղանի։ Ես վերցրել եմ ցորեն, ոսպի հատիկներ եւ կոտեմի սերմեր։ Նախորոք 1 օր առաջ հոսող ջրի տակ լվացել եմ ցորենը եւ ոսպը, այնուհետև թրջել եմ տաք ջրով եւ թողել եմ 1 օր 24 ժամ, որպեսզի ցորենի ծիլերը դուրս գան։ Տեսեք, արդեն ծիլերը դուրս են եկել։ Այս տարբերակով շատ շուտ ծլում է, ծիլերը դուրս են գալիս, ոսպի ծիլերը եւս դուրս են եկել։ Եթե ձեռքի տակ ունեք գարի, կարող եք ցանել գարի, քանի որ գարի ծիլերը ավելի փարթամ, ավելի գեղեցիկ կանաչ են ստացվում։ Դե ինչ։ Վերցրեք համապատասխան ամաններ, ինչ աման որ նախընտրում եք, ես այս տարի վերցրել եմ այսպիսի մեծ ամաններ, կարող եք վերցնել նաև մեկ անգամվա օգտագործվող այսպիսի ադնարազվի ամաններ, ափսեներ եւ ցանեք։ Տարաների մեջ բարակ շերտով փռում ենք բամբակը։ Կարող եք նաև ցանել մարլյայի վրա։ Շատ եք հարցնում, Արև ջանից կարող ենք ցանել բամբակե դիսկերի վրա։ Ես փորձել եմ այդ տարբերակով, մի տարի ես ինքս ցանել եմ բամբակե դիսկերի վրա, ասեմ, որ լինում է։ Ուղղակի բամբակե դիսկերը շատ հաստ են եւ ծիլերը, արմատային համակարգը, երբ որ ուզում է թափանցի բամբակի տակ, մի փոքր դժվարանում է այդ process-ը։ Դրա համար ավելի լավ է ձեռքի տակ ունենալ ուղղակի բամբակ։ Ինչ լավ բամբակ է, արդեն պատրաստ է բարակ շերտով։ Տասից 12 օրը արդեն բավական է, որպեսզի ունենաք Զատիկի սեղանին շատ գեղեցիկ ծիլեր, բայց կախված տան ջերմաստիճանից, կախված թե որտեղ եք դնում եւ ինչպես եք խնամում։ Բամբակները ամանների մեջ տեղավորելուց հետո թրջում ենք ամբողջովին բամբակը։ Բամբակի վրա լցնում ենք արդեն ծլեցրած ցորենը եւ գեղեցիկ տարածում ենք։ Ցանելուց հետո ես ինքս թողնում եմ խոհանոցային սեղանի վրա։ Այնպիսի տեղ դրեք, որպեսզի արևը շատ չլինի, որպեսզի ծիլերը շուտ չչորանան եւ ժամանակ առ ժամանակ հարկավոր է խոնավեցնել, որպեսզի ծիլերը չչորանան։
Ես ինքս շատ եմ ցանում, քանի որ սիրում եմ, երբ զատիկի սեղանին առատ կանաչ է լինում։ Այնպես որ այս պահին անցեք գործի և սկսեք արդեն թրջել ցորենը և ոսպը, դրեք մի կողմ, թողեք, որպեսզի մեկ օր մնա, երբ ծիլերը դուրս գան, իսկ հաջորդ օրը արդեն ցանեք։ Տեսեք, ոսպի ծիլերը ևս ամբողջովին դուրս են եկել։ Քանի որ բամբակը ամբողջովին թրջել եմ, իսկ հատիկները իրենք ջրի մեջ են, այլևս ջուր չեմ լցնի։ Ջրելուց ուշադրություն դարձրեք, որպեսզի շատ էլ չջրեք, այդ դեպքում հատիկները կնամշեն։ Եվ իհարկե ցանում ենք կոտեմը ամանի մեջ։ Կրկին բամբակ ենք դնում, ջրում ենք և շաղ ենք տալիս կոտեմի սերմերը։ Կոտեմի սերմերը չենք թրջում, քանի որ ինքը շատ շուտ է ծիլերը դուրս գալիս, ընդամենը մի քանի օր և արդեն ծիլերը պատրաստ կլինեն։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, բոլորիդ մաղթում եմ ուրախ զատիկ։